Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ֆակտոր TV Մանյա Պողոսյան, Իրանը միշտ հայտարարել, որ դեմ է արտատարածաշրջանային ուժերի ներգրավվածությանը տարածաշրջանում։ از فاکتور تیوی هستند ایران بارها اعلام کرده که مخالف حضور نیروهای فرامنطقه‌ای هستند. Արդյոք Իրանը Ռուսաստանը ստացվում է որպես տարածաշրջանային ուժ, լինելով նաև այն իրողությունից, որ Ռուսաստանը այս տարածաշրջանային երկրների սահմանակից չէ։ Եվ արդյոք Ռուսաստանը դիտարկվում է որպես տարածաշրջանային ուժ, ելնելով այն իրողությունից, որ Ռուսաստանը այս տարածաշրջանային երկրների սահմանակից չէ հարևան։ آیا ایران روسیه رو به عنوان همارم از روسستانی همارم از տարածաշրջանի Ռուսաստանը Իրանը դիտարկում է Ռուսաստանին որպես տարածաշրջանային ուժ, ելնելով ایران روسیه رو به عنوان نیروی یک منطقه‌ای محسوب میکنه տարածաշրջանային թե տարածաշրջանային آیا با این وجود ایران روسیه رو به عنوان کشور منطقه‌ای محسوب می‌کنه یا باز او رو هم به عنوان قدرت فرامنطقه‌ای هم به نظر می‌گیره؟ مرز نداره روسیه با کشورها؟ ساختمان‌چونی خوزستان پرتاشجانی نمی‌گیره؟ چونی با آذربایجان گرجستان مرز داره. Եվ հնարավոր է Իրանը երբ խոսում է արտատարածաշրջանային ուժերի մասին, Ռուսաստանին է նկատում։ آیا ایران اگر در مورد نیروهای فرامنطقه‌ای صحبت میکنه خود روسیه رو مد نظر داره؟ ببینید جغرافیا رو شما نگاه بکنید کاملا واضح است که ایران، ترکیه، روسیه با قفقاز مرز مشترک دارن. Եթե դիտարկեք աշխարհագրությունը, հստակ այդտեղ երևում է, որ ایران با آذربایجان و ارمنستان مرز داره، ترکیه با ارمنستان و گرجستان مرز داره و روسیه هم با گرجستان و آذربایجان مرز مشترک داره. Այդտեղ շատ հստակ երևում է, որ Իրանը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ունի ընդհանուր սահման, Թուրքիան Հայաստանի եւ Վրաստանի հետ եւ Ռուսաստանը Վրաստանի եւ Ադրբեջանի հետ։ Ռուսիա با گرجستان و آذربایجان روسستان Վրաստանի եւ Ադրբեջանի հետ ընդհանուր սահման։ وقتی من میگم کشورهای فرامنطقی یعنی کشورهایی که از اونور اقیانوس‌ها که مرز ندارن و تبعات امنیتی و دموگرافیکی و تغییرات ژئوپلیتیکیش تأثیری در مردم اونها و منافع اونها نداره. Եթե ես ասում եմ ուրեմն արտատարածաշրջանային ուժերի մասին են խոսում, դրանք խոսքը վերաբերվում է օվկիանոսից այն կողմ գտնվող երկրներին, որոնք որևիցե անվտանգային բաների չեն ենթարկվի, որոնք դեմոգրաֆիկ ուրեմն վտանգների հետ չեն առնչվում, ինչպես նաև գեոպոլիտիկ کشورهایی که از اون ور دنیا میان اینجا میخوان در واقع برای مردم منطقه و کشورهای منطقه تعیین تکلیف بکنن. Այսինքն օվկիանոսից այն կողմ գալիս են այստեղ եւ փորձում են այս տարածաշրջանի ժողովրդի համար որոշումներ կայացնել։ Իրոք, ասոպետի։ قانع کننده پاسخ من برای شما؟ گوهاترس ձեզ چون سوال شما برای من قانع سوال من اصلا در یک زیبامه دیگه ای داشت. من اصلا سوال شما برای من قانع کننده نبود. یعنی که در حتی یه این تماش موزیک چر. چون کاملا چیز مشخصی بود. داشت. Ukrayna'nın Ukrayna'nın
دوباره سوالشون تاکید کرد وقتی که ایران در مورد حضور نیروهای فرامنطقه‌ای صحبت میکنه در این منطقه آیا روسیه رو هم مد نظر داره یا روسیه کشور فرامنطقه‌ای نیست. روسیه با قفقاز مرز داره. روسیه تو منطقه Ռուսաստանը Կովկասիա սահման չի, արտադրածաշրջան Կովկասիա սահման ունի, այն արտադրածաշրջանային չի անում։ برو اون ورتر یه خود اون ور اقیانوس‌ها. Գնացեք մի քիչ այն կողմ, օվկիանոսի այն կողմ։ Ես ուզում եմ մեկ ճշտող հարց տալ պարոն Դեսպանին, արդյոք Եվրամիության դիտորդները այդ ուժերի շարքում են թե Ինչ դիտարկում է Եվրամիության դիտորդները։ Պարոն Դեսպանը նշեց օվկիանոսից այն կողմ, արդյոք Եվրամիության անդամ երկրները այդ ուժերի շարքում են թե հանրապետ անսու է օվկիանոս اشاره فرمود آیا نیروهای کشورهای عضو اتحادیه اروپا میتونی محسوب کنید؟ بله، منظور ما به بعضی از کشورهای اروپایی و ایالات متحده است. کشورهای اروپایی و ایالات متحده. آیا որոշ եվրոպական երկրներ եւ Միացյալ Նահանգները պարոն از این Դեսպան شفافتر می‌خواستیم. ասրանից ավելի տղանցիկ բանում եք Դեսպան ապրիլի 5-ին Բրյուսելում կայացավ Նիկոլ Փաշինյան, որտեղ ներկայացան եւ Ուկեն հանդիպումը Բրյուսելում կայացած հանդիպումը Թեհրանը չի արձագանքել կցանային իմանալ որն է Իրանի դիրքորոշումը հանրապետությամբ եւ Հայաստանի ներդրումը արևմուտքի հետ եւ ինչպես է անդրադառնում հայ-իրանական در رابطه با ملاقات 5 آوریل نیکول پاشینیان فوندرلاین و بلینکن در 5 آوریل ما بازتابی از تغییر مشاهده نکردیم. پس می‌بینیم که ارزیاب طرف ایرانی در این مورد چیست و همچنین تقرب دیگر افغانستان و غرب و تأثیر آن بر روابط ما در ارتباط با این مسئله با مقامات ارمنستان گفتگو کردیم. Այս հարցի հետ կապված մենք Հայաստանի իշխանությունների հետ մենք խոսել ենք مقامات ارمنستانی به ما گفتن که این جلسه یک جلسه کاملا اقتصادی و دریافت کمک‌های بشردوستانه برای مردم قره‌باغ است. Ուրեմն Հայաստանի իշխանությունները մեզ ասացին հետևյալը, որ այդ հանդիպումը ամբողջովին տնտեսական բնույթ է կրում եւ ինչպես նաեւ Ղարաբաղի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար աջակցություն ստանալու նպատակով է։ مقامات ارمنستانی ما رو مطلع کردن که این جلسه در واقع علیه کشور ثالثی نیست. Հայաստանի իշխանությունը մեզ տեղեկացրեցին, որ այդ հանդիպումը որևիցե երրորդ երկրի դեմ չէ։ و گفتن برای تقویت اقتصادی ارمنستان و جذب کمک‌های بشردوستانه برای آوارگان قره‌باغ است. Եվ նրանք ասացին, որ սա զուտ Հայաստանի տնտեսությունը ամրապնդելու եւ ինչպես նաեւ մարդասիրական օգնություն եւ աջակցություն ստանալ Ղարաբաղի փախստականների համար աջակցություն ստանալու նպատակով է։ Տեղահանվածների طبیعتاً تلاش ارمنستان بر توسعه اقتصادی این کشور و رفع مشکلات مربوط به آوارگان قره‌باغی اون چیزی نیست که ما بخوایم باهاش مخالفت بکنیم. Բնականաբար Հայաստանի ջանքերը, որը ուղղված է տնտեսության զարգացմանը եւ Ղարաբաղից տեղահանված ժողովրդի խնդիրները լուծելուն, դա այն խնդիրը չէ, որ մենք պետք դեմ դրան։ و این حق ارمنستان هست که توسعه اقتصادی پیدا بکنه و بتونه مشکلات خودش رو با مسیرهای متنوع برطرف بکنه. Եվ սա Հայաստանի իրավունքն է, որպեսզի իր տնտեսության զարգացման ուղիներ փնտրել եւ լուծել խնդիրները։
اون چی که ما در مورد به عنوان نگرانی وجود داره این هست که در واقع قفقاز و یا ارمنستان به بستری برای رقابت‌های ژئوپلیتیک تبدیل بشه. Մեր մտահոգությունը այն է, որ Հայաստանը եւ Կովկասը չվերածվի աշխարհաքաղաքական մրցակցության դաշտին. یا اینکه توسعه روابط خارجی ارمنستان به هزینه در واقع دیگر کشورها باشه. Կամ Հայաստանի توسعه سیاست خارجی توسعه روابط خارجی արտաքին Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացումը դա չլինի ի հաշիվ այլ երկրների. مقامات ارمنستان ما رو مطلع کردن که این تنوع در سیاست خارجیشون و تحرکات جدید در روابط خارجیشون این به ضرر روابط ایران و ارمنستان نیست. Եվ Հայաստանի իշխանությունները մեզ տեղեկացրել են, որ այս արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը Հայաստան-Իրան ուղղված չէ Հայաստան-Իրան հարաբերությունների դեմ չէ. ما یک روابط خیلی خوب و راهبردی با ارمنستان داریم. Մենք Հայաստանի հետ ունենք լավ եւ استراتژیական հարաբերություններ. دولت ارمنستان رو در ادامه و تقویت این همکاری‌ها مصمم دیدیم. Եվ մենք հաստատակամ ենք տեսնում Հայաստանի կառավարությանը հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ. و این مسیر ادامه. Եվ մենք կշարունակենք այդ ուղղությունը.